ամսի 7-ին, դեպքից 7 օր հետո, ամուսինս պատահական գտնվում է դեպքի վայրում, այնտեղ փորձարարություն են կատարում, դատախազը, փորձագետ Գենադի Հարությունյանը, մի խոսքով, պիտի փորձաքննություն կատարվի, որ դեպքի վայրում եղել է հոսանք ու հաստատվի էլեկտրահարման վարկածը։ Փորձագետը դեպքի վայրում չի հայտնաբերում հոսանք, իհարկե ամուսնուս ներկայությամբ այդ փորձաքննությունը կատարվում է առանց գործիքների, փորձագետը գալիս է դեպքի վայր, ձեռքերը գրպանը դրած, ու մի տեստեր է պահանջում զորամասից բերում են, ու այդպես չափում է հողի դիմադրություն, թե ինչ է չափում, իմ ամուսինը այնտեղ ոչ մի չափման գործիք չի տեսնում, բայց հայտնաբերում է, որ հոսանք կա, ասում է ոնց հոսանք կա, դուք որտեղ չափեցիք հոսանք, ասում է դե էս հենց չի երևում, բայց վերևում մալուխը վնասված կլինի, հոսանքն էլ եթե մալուխը վնասված է, ուրեմն ենթադրում ենք, որ հոսանք կլինի։ Հետագայում ստանում ենք եզրակացությունը, ինքը նշում է, որ այնտեղ հողի դիմադրություն է չափել, հողի դիմադրությունը եղել է 700 օհմ, լարի մեջ եղել է հոսանք, որը որ 180 վոլտ հոսանք է եղել, իսկ դրանից առաջ Պաշտպանության նախարարության կապի վարչությունից հատուկ խումբ է գնում դեպքի վայր, այնտեղ պարզվում է, որ այնտեղ հոսանք չկա ու այնքան թույլ հոսանք է, որը կյանքին վտանգ չի սպառնում, կա այդպիսի մի գրություններ գործին գցած, որ այդ հոսանքը հնարավոր չէր մարդ սպանել։ Ամսի 30-ին իմ տղան Զորամասից իբր թե քրեական գործը այդպես է կազմված, դեպքի վայրը իմ տղայի Զորամասից 500 մետր հեռավորության վրա է գտնվում, իբր իմ տղան անվանականչը կատարել է, անվանականչից հետո, քուն հրամանից հետո, դուրս է եկել Զորամասից, գնացել է դեպի Ռազնոց բոթաս բերելու։ Ռազնոցը հանդիսանում է պահակային հերթապահության կետ, թե իրականում Ռազնոցում ինչ գործ ուներ այդ բոթասը, մինչև առ այսօր արդեն 4 տարի է, չի պարզվել, եւ ինչ գործ ուներ իմ երեխեն այդ ուշ ժամին քուն հրամանից հետո 500 մետր իր Զորամասից դուրս գա ու գնա այդ մյուս Զորամաս բոթաս բերելու, ոչ ոք պատասխան չի տվել, ոչ մի հարցի պատասխան, այդ հարցի վերաբերյալ մենք չենք ստացել։ Նրանք պնդում են, որ քրեական գործով գնում է այդպես, որ Տիգրան Օհանջանյանը անվանական չկատարել է, սկզբից 6 ամիս ասում էին ինքնաստորագրել, հետո պահանջեցինք, որ բերեք ստորագրությունը ձեռագրաբանական ուղարկենք, պատասխանեցին, որ անվանական չի ինքն արել, բայց չի ստորագրել։ Մեր կասկածը նրանում էր, որ այդ կինը եկավ ասեց շուտ է դեպքը պատահել, իսկ պաշտոնական վարկածը գնում էր արդեն անվանականչից հետո, քուն հրամանից հետո։ Դեպքի պահին իբր իմ տղան կպել է ալեհավը պահող տրոսին ու էլեկտրահարվել, այդ պահին օգնություն, այդ պահին հակից, Ռազնոցից, ինչ որ մի տղա Արմեն Գալստյանը ձայներ է լսել, ձայնի ուղղությամբ եկել է,
ու ասենք ընկած վիճակում իմ տղային ա տեսել գոտին փայլելուց, չի տեսել սկզբում, գոտին փայլելա, ինքը մոտեցել ա, տեսել ա զինվոր գետնին ընկած։ Ինքը կանչել ա օգնության, օրվա հերթապահին եկեք զինվոր ավատացել, Ֆերշիլը եկել ա օգնությունա ցույց տվել, հանել ա վերնազգեստը այդ պահին, ասում ա ես տեսա, որ անշնչացած էր, բայց կարդիամին սրսկեցի, ձեռքերը շարժեցի, հետ տվեց, վերնաշապիկը հանել ա, որ սրսկի, ինքը սպորտսմեն ջյուդոյիստ տղա էր, չի կարողացել վերնազգեստի թևերը վերև բարձրացնի, որ սրսկի, հանել ա։ Այդ վիճակում նա չի տեսել ոչ մի վնասվածք։ Վզի վրա կա 19.5 սանտիմետր վերք, որը հետագայում պարզում ա, որ Ֆերշիլը չի տեսել, օգնություն ա ցույց տվել, բերանից փչել ա, ձեռքերը շարժել ա, դրանից հետո տեղա իբր թե Տիգրանը տեղում մահ չի գրանցվել։ Իհարկե իրենք Ֆերշիլ Սահակյանը հաղորդում ա, որ այո, ես տեսա մահացած էր, բայց կարդիամին սրսկեցի։ Եթե մահացած էր, ինչու կարդիամին սրսկեցի, հետագայում հարց ա առաջ քաշում, նա ասում ա, որպեսզի խուճապ չլիներ զինվորության մեջ։ Եթե վերցնում ես տվյալ պահին այդ ժամը, որը որ պաշտոնական վարկածի ժամն է 11:30 զինվորությունը 300-400 հոգի, ինչ գործ ունեին քուն հրամանից հետո այնտեղ, որ զինվորության մեջ խուճապ չլիներ, մահացել է Տիգրանը թե ոչ։ Դեպքի վայրից տեղափոխում են գոսպիտալ։ Գոսպիտալում արդեն զանգահարում են, ասում են, որ դեպք ենք բերել, գոսպիտալում մահացած դիակ են ընդունում, իրենց ասելով, քրեական գործում այդպես է, բայց իրականում, եթե հավատանք պաշտոնական վարկածին, որ էլեկտրահարում է, ու դատաբժշկական եզրակացությանը, որ վզով, վզի աջ մասով, ձեռքի դրսային, ձախ ձեռքի դրսային մասով կպել է տրոսին ու էլեկտրահարվել է, ոտի բութ մատիտակից դուրս է եկել հոսանքը, պատրված վերքով դուրս է եկել, սրտի միջով անցել, շղթան կազմել է, ապա տեղում մահ ա գրանցվել։ Էլ ինչի եք տեղափոխել, ինչի եք տեղաշարժարել, ինչի եք դեպքի վայրը կեղծել, ինչու չեք սպասել քնիչը գա դեպքի վայր։ Մի խոսքով տղայի շորերը նույն պահին վերնազգեստը, որ հանել են, պատառոտված վիճակում ա եղել։ Քրեական գործի առաջի հատոր 10-րդ էջում պարզ արձանագրությունը կա ռազմական ոստիկանության օպերլիազոր Մաթևոսյանի կողմից, որ արգրավել ենք Տիգրան Օհանջանյանի վերնազգեստը, որը պատառոտված ա եղել, թևի շևրոն պոկված գրպանը դրված, թևատակը 15-9-ի վրա պատրված վիճակում և հանձնել է միայն վերնաշապիկը, հանձնել է քննիչին։ Մնացած անդրավարտիկը, մյուս շորերը, որ հանվել է դիակից գոսպիտալում, առանցին է արգրավել։ Նույնիսկ մինչև առ այսօր պարզ չի, թե ուր է իմ տղայի շորերը։ Երբ որ սեպտեմբերի 7-ին
Տիգրանի հայրը լինելով Զորամասում, այնտեղից գնում են քննիչից պահանջում են, որ ցույց տա իր տղայի համազգեստը։ Քննիչը ցույց է տալի մեր բարեկամներին ու Տիգրանի հորը, որ բոլորովին նոր շոր ու փոքր ռազմերի։ Այդ օրը, որ քույրս ուղարկում է ծանրոց, քաղցրավենիք է ուղարկում, սիգարետ, վիվասելի քարտ, նասկիներ, վարատնիչոկ, նույնիսկ այդ բոլորը դրված է լինում այն շորի գրպանը, որը որ ցույց են տալի Տիգրանի հորը, Մարտունու ռազմական ոստիկանությունում, գնել Մանուկյանը ցույց է տալիս դա։ Հետագայում քրեական գործում տեսնում ենք նույն, որ ռազմական ոստիկանությունը արգրավել է Տիգրանի համազգեստը պատառոտված վիճակում, նույն իրերը այդ շորի գրպանում են եղել։ Փաստորեն դուրս եկավ, որ մենք սպասելով այդ դատաբժշկական եզրակացությանը, որովհետև փորձագետը եկել էր դեպքի վայր, փորձաքննություն պիտի աներ, այնտեղ ինքը ընթերականներով գրում է, որ կտրեցի դեպքի վայրի տրոսը, ուղարկեցի դատաբժշկական կենտրոն, դատաբժիշկը, որ ուղարկի քրեագիտական լաբորատորիայի։ Հետագայում փորձաքննության արդյունքը ստանալով եզրակացությունը պարզվում է, որ լարի վրա հետք չկա, ոչ մի հետք չկա, մարմնական, ասենք ոչ մի հետք չկա, բայց Տիգրանի վզի վրա կա վնասվածք, որը չէր կարող տրոսի վրա, նույնիսկ այդ մաշկի հատվածից չլիներ տրոսի վրա։ Դա մի հակասություն, որ եթե իմ տղան հպվել այդ տրոսին ու էլեկտրահարվել, ու ունենք փաստաթուղթ, որ Պաշտպանության նախարարության կողմից 2 ստուգում է կատարվել, որ տվյալ դեպքի վայրում հնարավոր չի նման հոսանք, եթե այդ դեպքի վայրում լիներ այդ հոսանքը, այդ կայանի մեջ մտներ այդ հոսանք կայանը կպայթեր։ Դատարանով մենք պահանջեցինք դատա էլեկտրատեխնիկական եւ դատաբժշկական համալիր փորձաքննություն, որի արդյունքում պարզվեց, որ դրա մեջ 27 վոլտ հոսանք է ընդամենը մտնում։ Իսկ դա կյանքին վտանգ չի սպառնա, որովհետեւ այնտեղ հոսանքի ուժն էլ շատ քիչ է։